Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ նպատակ ունեք փրկել հայ առաքելական եկեղեցին եւ բարենորոգել։ Հիմա իմ մոտ բնական հարց է հնչում, դուք չեք ուզում հայ առաքելական եկեղեցին փրկել օրինակ Ադրբեջանի գործողություններից, ասպատակություններից, հա, մենք գիտենք, որ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով Արցախի տարածքում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։ Թե ձեր գործողությունները միտված են նրան, որ եկեղեցուց այդ սեփականությունը Արցախի եկեղեցիների խլվի եւ ավելի հեշտությամբ ադրբեջանցիները այդ գործողությունները իրականացնեն, ավերեն մեր վանքերն ու եկեղեցիները հազարամյա եւ հայ առաքելական եկեղեցին հայց էր ներկայացրել միջազգային դատարան Շուշիի կանաչ ժամի հետ կապված դուք խոսում եք հայցերը հետ քաշելու մասին, փաստորեն եկեղեցին հայցեր է ներկայացրել, արդյոք սա նշանակում է, որ ձեր հակասությունը իրականում սա է հենց կաթողիկոսի հետ, եւ եթե հայցերը հետ չվերցնի եկեղեցին, ինչ եք անելու։ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերը պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման եւ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա։ Եվ մենք բոլոր հարցերը դիտարկում ենք այս տրամաբանությամբ եւ այս առաջնահերթությամբ։ Ինչ վերաբերվում է ոչ պետական ոչ միջպետական հայցադիմումներին, դրա հետ կապված ես որևէ մեկնաբանություն չունեմ։ Դուք գիտեք, որ կա կարգավորում խաղաղության համաձայնագրում միջպետական հայցերի վերաբերյալ եւ այդ կարգավորումները ուժի մեջ կմտնեն ստորագրումից եւ ավերացումից հետո։ Իմ վեճը կաթողիկոսի Կտրիչ Ներսիսյանի հետ այն է, ինչի մասին ես հրապարակային խոսել եմ։ Ես ընդհանրապես թաքուն վեճեր չունեմ։ Վեճի ամբողջ իմաստն է, որ վեճը, բանավեճը հրապարակային։ Բարև ձեզ, մի քանի հարցի կպատասխանենք։ Սա տարեվերջյան վերջին պատարակն է, սակայն ինչպես նկատում ենք, Կտրիչ Ներսիսյան դեռ չի շտապում հեռանալ, ձեր կարծիքը։ Թող հեռանա։ Ինչ եք կարծում, ինչ պիտի լինի, որ նա հեռանա։ Մի հատ քարտը փնկելքին սատկացն է։ Վարչապետը դեմ է այդ տեսակ գործողությունների։ Բա ինչ անենք, լավ, մեկ եկանք։ Դուք որպես քաղաքացի ինչ եք կարծում, այսքան պատարակներից հետո, ԱԱԾ բացահայտումներից հետո, որ իր եղբայրը ՊԱԿ-ի գործակալ է եղել,